Տերևաթափ, գարնան վերջին։ Աղցքի բնակիչները առավոտյան բակերը մաքրել են, թափված տերևները կոկիկ հավաքել մերկացած ծառերի տակ։ Մի հատ ոչ մի բան չի մնաց, եթե կարողանանք մի հատ դաժե քաղենք ուտել չկա։ Ընկույզի չափ կարկուտն է Սարգիս պապի այգու խնձորները մեջտեղից կիսել, 15 րոպեում մաղ սարքել տերևները։ Լավ բռնել էր ինքը, գիլազնել էր բռնել, բայց հիմա չկա։ Խնձորին ինչ վիճակը, դեղցը ինչ վիճակը։ Ամեն ինչ էլ ունենք, ասենք, այգում, հիմա ինչ միրգ ուզեք կա, բայց դե որ չմնաց ոչ մի բան։ Կարկուտը ձյան պես է նստել աղցքի վրա, անգամ այսօր կեսօրին ամբողջությամբ չէր հալվել։ Սարգիս պապը զայրացած է, գյուղի հակակարգտային կայանները ժամանակին չեն աշխատել։ Չեն կրակել, բացարձակ չեն կրակել։ Առաջ կրակումին տենց բան չէր ելնում, բայց այդ երեք չկրակեցին չեմ անում ինչ էր։ Հետո կարկուտը վերջացա, բան եղավ, նոր կրակեցին մի քանի հատ։ Քշերն են կրակել հետո բայց էլ ումն էր պետք է դարձել։ 5 տարի Ամերիկայում ապրելուց հետո է որոշել գալ հայրենի գյուղն ու զբաղվել սիրելի գործով։ Ու լավ է բռնել էր այս տարի։ Հիմա չգիտի ինչ է անելու։ Մեղուներն էլ են վնասվում։ Ինչ պատճառով ծաղիկը լրի վնասել է հիմա։ Ինքը չի կարա գնա մի բան բերի, բերք բերի, չկա։ Երևանի կառավարական շենքերից դեռ ոչ ոք աղցք չի գնացել վնասը հաշվելու։ Գյուղացու ոնց ասեմ, վերքին դարման անող չկա։ Ժամը 9:30-ից լուսաբանում են։ Լրատվամիջոցներ են։ Բայց ոչ ոք ժամը 2-ն է, պետական մարմին, ոչ մի կառույց չի եկել կանգնել մեր կողքին, որ ասի, սա է, նա է, տեսնենք ինչ անենք։ Չկա, մենք գյուղացիներով ինչ, հա, ասենց տեսել են, բա մի հատ գային ասեին մի հատ։ Տեսնենք ինչ կարանք անենք, ինչով օգուտան։ Թող մի հատ ձևական գային ասեին սենց չի նենց։ Խորհրդանում ավելի լուրջ գործ ունեն զբաղված։ Կռիվերի միջազգային։ Գյուղացին հարկն ու տուրքը 1 րոպե էլ չի կարող ուշացնել, կգան դռանը կկանգնեն։ Բայց ինչու պատասխանատուները չեն հոգում, որ հակակարգտային կայաններն էլ ոչ թե կարկուտից հետո, այլ առաջ կրակեն։ 10 րոպե ուշացվում պետության կողմից 4-5 կառույց գալիս կանգնում են մարդու գլխին, պահանջում են այդ իրենց հարկու տուրքերը։ Համաձայն եմ, հարկերնա պետքա վճարվի, բայց երբ որ գյուղացին ընկնում է այսօրին, այդ ժամանակ չկա, այսինքն ամեն ինչ դառնում է միակողմանի։ Մինչև հիմա 3-400 հազարի արդեն ծախս են կարել։ Դա մենակ դեղերի սիլիտրա, բա հաշվի չեք առնում, էտելու խնդիր կա ծառերը կտրելու 350 հազար մենակ էտելու փող են տվել։ Հմայակի այգին գյուղի ամենամեծ այգիներից է։ Անցած տարի էլ են նա բերքի կեսը կարկուտի պատճառով կորցրել։ Հիմա 100% է։ Մյուս տարվա բերքին էլ չասեմ, որ անդրադառնալու է ամեն ինչը։ Այգու ծառերին առողջ տերև չի մնացել։ Պրոստը հիասթափված է։ Որ ամեն տարի աշխատում չարչարվում ես ու վերջում իշխանության ուշադրությունը այնքանով պետք է լինի, հիմա գոնե մեկը ներկայացուցիչներից մեկը ստելներ։ Գոնե աշտարակից ինչ որ մեկը գար, կանգներ գյուղացու կողմ։ Հարցները ինչ ա եղել։ Հմայակն ու համագյուղացիները լավ գիտեն, պետությունը նորից մենակ է թողնելու իրենց կարկուտի վնասների հետ։ Ուզեմ ինչ որ մեկին հրավիրեմ ղեկավարությունից գան ժողովրդին ինչ որ մի կերպ թեկուզ մխիթարական խոսք ասեն։ Կան ինչ-որ ձև հարցն է, որ հարցինով ունենանք։ Աղցքի երկնքում այսօր էլ են մութ ամպեր կուտակվել, գյուղացիները վախով են նայում երկնքին։ Ամպերը քեզ հուշում է, սև ամպերը։ Դրանք սա կարկուտի ամպեր են։ Ճիշտ պահն է, որ կրակեն հակակարգտային կայանները, բայց դրանք կկրակեն հավանաբար նորից հետին թվով, երբ կարկուտը սրբի տանի այգիների ամբողջ բերքը։ Լանա Համբարձումյան, Առաքել Օհանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։